Իրանական լրատվամիջոցները նշում են, որ իրանական հետախուզությանը հաջողվել է ձեռք բերել իսրայելական ռազմավարական անորոշության դոկտրինը։ Դա այն կարևորագույն փաստաթուղթն է, որով առաջնորդվում է Իսրայելը նաև միջուկային ծրագրերի հետ կապված։ Եվ ըստ իրանական լրատվամիջոցների, Իրանը իր տրամադրության տակ ունի հստակ տվյալներ Իսրայելի կողմից միջուկային զենք ունենալու նրա չափաքանակի մասին։ Ըստ իրանական փորձագետների, սա առնվազն երկու նշանակություն ունի։ Առաջինը, եթե Իրանը նախաձեռնի Մերձավոր Արևելքում միջուկաձեռք գոտի ստեղծելու ծրագիրը, ապա միջազգային հանրությունը այս փաստաթղթերն ունենալով իր ձեռքի տակ կարողանալու է լրջագույն ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի միջուկային զենքից եւ մտնի միջուկաձեռք գոտու մասին պայմանագրի մեջ, կամ եթե Իսրայելը հրաժարվում է, իլուր աշխարհի արդեն հայտնվում է, որ ոչ միայն Իսրայելը ունի միջուկային զենք, այլ նաև հենց նա է հանդիսանում Մերձավոր Արևելքում անկայունության գլխավոր աղբյուրը։ Եվ Իրանի վրայից մեխանիկորեն դուրս են գալիս բոլոր մեղադրանքները։ Եվ երկրորդ տարբերակը, որ նշում են իրանցի փորձագետները, դա նա է, որ այս փաստաթղթերի առկայության պարագայում Իրանը ունենում է լեգիտիմ իրավունք ստեփական միջուկային զենքը ստեղծել եւ միջազգային հանրությունը չի կարողանալու Իրանին մեղադրել իրավիճակը ապակայունացնելու եւ տարածաշրջանում միջուկային զենք ունենալու հետ կապված։